Բարև ձեզ հարգելի ընկերներ, ամենակարևոր մեկ բանի մասին էի ուզում խոսել այսօր, բոլորի ուշադրությունը, իհարկե իրեն հայ համարող ուշադրությունը եկեղեցու դեմ այս սարսափելի այս սատանայական արշավի վրա է և ցավոք սրտի սա էլ են ուզում վերածել մեկօրյա այսպես մի շոուի, պիտոմ ուզում են վերածել դրա բոլորը և այդ նեռի իշխանությունը լեգիտիմացնող խորհրդարանում այսպես կոչված ընդդիմությունը և նրան ծառայող մանր ուժեր իրականությունն նա է, որ հայկական եկեղեցին է միակ ինստիտուտը, որը գոյություն ունի դեռ և միակ պատմական, մշակութային, պետականակառույց ինստիտուտը, որը որ մնացել է և միշտ եղել է, քանի որ այն, որ ցանկացած հայ կլինի աշխարհի որ մի ծայրում, դեռ ինքը հայ, դեռ ինքը գոյություն ունի և ֆիզիկապես նույնպես, դա նա է, որ մեզ այդ դարերի ընթացքում առաջ է տարել, առաջնորդել է, փրկել է, ապահովել է կյանքը հայ առաքելական եկեղեցին և նույնիսկ կապ չունի դուք հավատացող եք, հավատացող չեք, եթե մարդ հայ է, հայոց եկեղեցին առաքելական դա ամենակարևոր մշակութային, պետական, պատմական ինստիտուտն է, ազգապապան ինստիտուտն է, ես դες դաժե մի բան կասեմ, որ շատերիդ համար կարող է շատ տարօրինակ թվալ, բայց դա իրականում այդպես է, հայոց առաքելական եկեղեցին ազգի գոյության համար ավելի կարևոր է, քան թե պետության գոյությունը, որովհետև պետության ոչ գոյության դեպքում հայոց առաքելական եկեղեցին ապահովել է հայ ազգի կյանքը ավելի շատ մեծ տարածքում, ավելի շատ մեծ արյալում և բավականին հաջողակ, քան այն այսպես կոչված չարիք հանդիսացող կուսակցությունները, որոնք հետ մղելով հայկական առաքելական եկեղեցին ընդամենը մեկ դարի ընթացքում, մեկ դարի տարբերությամբ երկու անգամ կործանեցին և ազգը, և պետականությունը։ Հայ ազգը ցանցային ազգ է, դա մի հսկայական ռեսուրս է, որը չկարողացան օգտագործել ոչ 30 տարվա այդ պստինքները իրենց շատ սեղմ գիտակցության, գիտելիքների, հոգևոր կարողությունների միջոցով և իհարկե չէր կարող իրականացնել այս անդունդի վիժվածքը, այս հրեշավոր խոզը։ Հիմա գնում է հայկական եկեղեցու քանդման համար արշավ թշնամիների կողմից։ Կաթոլիկ եկեղեցին դաժե մեկ վայրկյան չմտածեց և ընդհակառակը ինքը կազմակերպեց թուրքերի ձեռքով Կոնստանտինոպոլի անկումը, Ցարիգրադի այսպես կոչված, ուղղափառների համար այդ սուրբ քաղաքի անկումը, որտեղ նա կոնկուրենտ էր և թալանեց տարավ այնտեղից հարստությունները։ Հիմա նույն բանը կատարվում է Հայաստանի հետ, մասնատում և ինչպես ես ասում էի և խոսել եմ և հոգևորականների հետ, հիմա նպատակն է մասնատել հայ եկեղեցին, բերել ամեն մի մասը ինչ-որ մի հասարակական կառույցի աշճանի, վերցնել հասարակական կառույցներից որպես պետական սեփականություն եկեղեցիները, ամբողջ հարստությունը կգնա իհարկե Հռոմի Պապին, կաթոլիկ եկեղեցուն և խոստացված է, որ Մատենադարանի մեծ մասը կգնա Անգլիա։ Եվ ամենակարևորը Հռոմի Պապի ձեռքը կընկնի, այդ զապադնի աշխարհի ձեռքը կընկնի Գեղարդը։ Դա թվում է, թե ինչ-որ մի տեսություն է, բայց դա իրականություն է։
2000 տարի, ոչ 1700 տարի, որտեղ մենք առաքելական եկեղեցի ենք, համարյա 2000 տարի հայ ազգի գոյությունն ապահովել այդ եկեղեցին։ Հայը ցանցային ազգ է, շատ հազվադեպ մի քանի ազգերից մեկը, որը ցանցային է։ Իսպանացիներն էին ցանցային, բայց քանի որ նրանք ամբողջ աշխարհով կառուցեցին իրենց պետությունները եւ պետականությունը սկով սահմանափակեց նրանց այդ ցանցային լինելը տարբեր պետությունների ձևով, Անգլիան, որը դուք հասկանում եք հիմա, գլոբալ աշխարհի կերտողն է, հрьяաները, որոնք այդ process-ի մեջ են, եթե ոչ ղեկավարները, եւ հрьяաների ամբողջ հաջողությունը կազմված է հենց նրանից, որ նրանց հիմքը, նրանց առաջատար ուժը, նրանց գաղափարական ուժը հենց ռավիններն էին։ Եվ այն, ինչ որ հիմա համարվում է սիոնիզմ, դա իրականում ռավինիզմ է։ Ռավիններն են որոշել ինչ պետք է անի ազգը, քանի հոգի կարող են նույնիսկ զոհաբերել, թեկուզ 1 միլիոն իրենց նպատակների համար։ Եվ հետո, երբ որ հասկացան, որ վերջիվերջո պետք է օգտագործել նաև ֆինանսական եւ գիտական ուժերին, նրանց նաև միացրեցին որպես ոչ լիակատար, ոչ հիմնական որոշում ընդունողներ, որովհետև նույնիսկ ամենահարուստ միլիարդատերը ենթարկվում են ռավիններին եւ պետք է մուծի իր 10-րդը։ Իսկ մենք մոռացանք մեր եկեղեցու։ Մեզ համար նույնիսկ շատ է թվում, որ ռեստորաններում գումարներ ծախսելով, եսիմինչ կնունքներ, եսիմինչ ծախսեր անելով, ինչի համար պետք է հայ եկեղեցիականին 5000 դրամ տանք մահի ժամանակ, ծնունդի ժամանակ, հարսանիքի ժամանակ, կնունքի ժամանակ։ Կնունք եք անում, դուք հասկանում եք, նույնիսկ կնունք անելուց, հիմա իմ բարեկամների մեջ է եղել, հարազատների մեջ է եղել, դուք կնունքի գաղափարը նույնիսկ հասկանում եք։ Ու եկեք Ռուսաստան, գնացեք Ֆրանսիա, գնացեք Իտալիա եւ տեսեք ինչ է նշանակում կնքման արարողությունը։ Գալիս են մարդիկ այստեղ, հոգեվոր հոր մոտ գալիս է, որին հարց են տալիս Սուրբ Հովանեսնով է, չգիտի, ասում են Քրիստոսում որ գետում են կնքել Սուրբ Հովանեսը, չգիտի, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Ուղղակի գալիս են, քանի որ դա թե առի թե քեֆ անելու։ Եվ այդ 5000 դրամը, որոնք իրանք ափսոսում են տալ այդ հոգեվորականին, կամ 10000 դրամ, կամ 1000 դրամը, դրանից հետո գնում են մի հատ է պարքիտակ են գնում, որ ցույց տան, որ մենք այսպես մի հատ քեֆ ենք արել երեխուս կնունքի ժամանակ եւ իդաշ։ Գնացեք մի հատ մուսուլմանին հարցրեք, թե ինչպես պետք է ապրի ձեր հոգեվորականը։ Գնացեք մի հատ եվրեին բացատրեք, թե ասենք ձեր ռավինը 10-րդ կարես մուծես, թե չես կարա մուծես։ Ճղճին այլասերված, հավատից կտրված ազգ։ Ոչ թե Աստված չկա ձեր համար, այլ դուք հետ եք կանգնել Աստծուց։ Եվ եթե նույնիսկ Աստծուն չեք հավատում, դա ձեր պատմությունն է, դա ձեր էությունն է հայկական առաքելական եկեղեցին։ Դա ձեր ծնունդից մինչև գերեզման ճանապարհողն է։ Դա ձեր ծնողների մինչև գերեզման ճանապարհողն է։ Դա ձեր ապու պապերի ծնունդից մինչև գերեզման ճանապարհողն է։ Հայկական էության, հայկական ամեն ինչի, հայկական կուլտուրայի, հայկական պատմության, հայկական գոյության հիմնական կրողը։ Եվ հիմա դուք թույլ եք տալիս, որ ինչ-որ մի այլանդակներ կործանեն եկեղեցին, կաթողիկոսի հարցը չէ։ Սա եկեղեցու քանդման process է գնում։ Ուզում եք իմանալ գենոցիդը սկսելու համար ինչ արեցին եվրեյներն ու թուրքերը։ Ստեղծեցին հայկական կուսակցություններ։ Եվ հայկական եկեղեցու առաջի թշնամիները դաշնակներն ու հնչակներն էին, որոնք երկիրը տարան կործանման նրանց պատճառով, քանի որ եկեղեցի միշտ պայմանավորել էր եւ համաշխարհային ավտարից հետ մղեցին եւ իրենք տարան եւ ազգին եւ պետականությունը կործանման։ Եվ ուզում է ձեր դուրը գա, ուզում է դեր դուրը չկա, միակ սովետական համակարգն էր, ես դա չեմ ասում ռուսական, այլ սովետական համակարգն էր, որը կարողացավ փրկել եւ ոտքի կանգնեցնել այդ ազգին 500,000 արյալից գաղթականներից վիտոգոսարկել 4 միլիոն զարգացած մարդ, որոնք Ղարաբաղի հաղթանակը կերտեցին։ Եվ նույնիսկ Ստալինը հայրենական պատերազմի ժամանակ այդ չեմ ասի ով հասկացավ, որ առանց հոգեվորականության հնարավոր չի պատերազմ հաղթել։ Հայաստանի Հանրապետությունը հիմնված է հայ ազգի վրա։
եւ հայազգի պատմության վրա։ Եվ Հայաստանի նոր հանրապետությունը ուներ մի ընդամենը ողնաշար դա Արցախն էր։ Եվ հիմա հարյուրավոր եկեղեցներ ու վանքեր հազարամյակների հանձնած նեռը, ամարասը, աշխարհում առաջի քրիստոնեական կրթական համալիրը, Թուրքին հանձնած անասունը խոսում է եկեղեցու մասին, ու դուք նստես սպասում եք, ու դուք այ ամենակարևոր այդ անդիմադիր կոչեցյալներ, այդ քաղաքական-անբարոյականներ, որոնք գնացիք կապիտուլյանտի հետ, լեգիտիմացրեցիք նրան, լեգիտիմացրեցիք ու ժամանակ տվեցիք 5 տարվա, որպեսզի այսօրվան հասնի, եւ այսօր էլ ժողովրդին խաբելով տանում եք հասնեք Հայաստանի կործանման ակտը լեգիտիմացնելուն, ու դուք չեք հասկանում, ու դուք հիմա էլ եք վերընկած ազգային ժողովում, Արցախը հանձնելուց հետո վերընկաք, ժողովրդին ամեն մի ավիրքից առաջ փողոցներով քարշ տալով, ժողովրդից դուք բողոքելու իրավունք ունեք, ամիսներով ձեր հետևից տասնյակ հազարներով մարդ եք ման գալիս, բոլոր ամենաակտիվներին գցեցիք բերդերում գործազուր կարեցիք, հուսահայտացրեցիք, այլանդակներ, ընտրություն ոչ ոք չպետք է գնա դրա հետ, ով որ համաձայնվում է գնալ Նիկոլի հետ, դա ծառայում է չարիքին Հայաստանի վերջին։ Վայր դրեք մանդատներդ, շներ։ Ես գիտեմ Սուբարդինյացյան ինչ բան է, բայց Հայաստանի Նիկոլից էլ կեղտոց շները այդ ընդդիմաբոսյակներն են եւ ամենակարևորը նրանց մեջքերին կանգնած ուրիշ հզոր ուժերի ստրուկ ու հարճ հանդիսացող առաջնորդները։ Վայր դրեք մանդատներդ, Հայաստանը կործանվում է եւ նեմեզիս անելուց դաշտանակներ, ես նկատի չունեմ շարքային դաշնակներին, որոնց արունը ուրացան այդ գեննամոդիֆիկան գամա անդամները, ինչպես 100 տարի առաջ վրացյաններ եւ այլն երկիրը կործանման տարան։ Կապիտուլյացիա ստորագրողի մոլուսկներով։ Վերջացրեք։ Ժողովուրդ մի բան է պետք քանդել Հայաստանը խորհրդարանական պետությունը եւ իշխանությունը խորհրդարանն է։ Եվ մտնելով խորհրդարան եւ կազմելով իշխանություն այդ կապիտուլյանտ ուժի հետ, այդ դավաճանական ուժի հետ, նրանք համարվում են կալաբարանտ, ընդդիմությունը համարվում է հիմա մեր խորհրդարանը, մեր իրական իշխանությունը օկուպացված է պետության թշնամիների եւ նրան ծառայող կալաբարանտների կողմից։ Պետք է վերացնել այդ օկուպացիոն, այդ դավաճանական խորհրդարանը։ Կարող եք անել դա, կփրկվեք։ Փողոցում ոչ մի բան չի ստացվի։ Փողոցը կարող է մենակ գնալ դեպի խորհրդարան, պահանջել վայր դնել մանդատները, հակառակ դեպքում նրանց էլ համարել թշնամի, որովհետև այն մարդը, որ այսօրով նստած խորհրդարանում լեգիտիմացնում է, այս ամենը ամենավերջին կեղտն է, ազգադավ, հայրենադավ անասուն։ Իսկ այն մարդը, որ Նիկոլին մինչև այսօր հավատում է, ես ձեզ մի ցանկություն ունեմ, չգիտես ինչի, երբ որ Նիկոլականին ասում ես այս բառը հիսτερիայի մեջ է ընկնում։ Նիկոլի բերածը տներդ մտնի ու էլ երբեք դուրս չգա։ Եկեղեցուն զոհաբերեցինք, ձեր վրա խաչ քաշեք ու պարկեք հողում։